Փառք Տիրոջը։ Այսօրվա ասելիքս մի քիչ շատ է, որի պատճառով առանց նախաբանի կսկսեմ։ Ճիշտ է, շարունակությունն է մեր վերջի անգամվա զրույցի, բայց ես վերնագրել եմ այսօրվա պատգամը դուրս եկեք։ Թե ինչ նկատի ունեմ, կիմանանք մի քիչ ավելի ուշ։ Վերջ անգամ կանգ առանք, որ Երուսաղեմում գտնվողները այդ օրերը, որ կան, թող փախչեն լեռները։ Չէ, հիշում եք, որ դրանք կանգ առանք, որ չի վերաբերվում ամեն մարդու, վերաբերվում էր Երուսաղեմում գտնվողների համար։ Շատ բարի։ Բայց մեզ համար այդ փախչել հասկացողությունը կա ինչ-որ միտեղ, թե մենք ոչ միտեղ կարանք չփախչենք։ Ես ես անկեղծ ասեմ, ամեն քարոզիչ ռիսկ չի անի քարոզի փախնելու մասին, որտեղ ես ավելի շատ ոնց որ պարսավանքի ենթարկես քեզ, բայց պետք է տակից դուրս գամ, համոզեմ, որ ես այդ ձեր հասկացած փախնելու մասին չեմ ասում։ Այս փախնելը ունի իմաստություն։ Միշտ չէ, որ փախչելը վախկոտություն է, բայց երբեմն նաև վախկոտություն է։ Ուրեմն փախնելու երկու տարբերակ կա, մենք իրարից տարբեր ենք։ Մեկ Աստվածի ասում փախի, մեկ անհրաժեշտ է, որ դու փախչես, վերջում կկարդամ տեղեր, որ դուք լրիվ կհամոզվեք, տեղեր կա, որ փախնելը իսկապես խայտառակություն է ու ամոթ։ Մենք չպետք է դա անենք։ Հիմա փորձենք հասկանալ։ Ես կկարդամ ձեզ համար հիմա Մատթեոս ավետարան 10-րդ գլուխ 7-ից 23 խոսքերը։ Մի քիչ երկար է, բայց ուշադիր լսեք, շատ հրաշալի է։ Ամեն բառ, ամեն նախադասություն խրատ է եկեղեցուն իր աշակերտներին։ Հետո կգամ կհասնեմ իմ ցանկալի տեղը։ Երբ որ գնաք քարոզեք ու ասեք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Սիրելի քրիստոնյա, քո քարոզության նյութը սա է։ Ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է Աստծո թագավորությունը, մոտեցել է երկնքի արքայությունը։ Սա ձեր պատգամի հիմքը պետք է դառնա։ Հիվանդերին բժշկեք, մեռելներին հարություն տվեք, բորոտներին մաքրեք, դևերին հանեք, ձրի ստացել եք, ձրի էլ տվեք։ Ձեր գոտիների մեջ ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ պղնձադրամ մի վերցրեք, ոչ պարկ ճանապարհի համար, ոչ երկուական հագուստ, ոչ կոշիկներ, ոչ գավազան, քանի որ մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին։ Որ քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրեք, թե այնտեղ ով է նա, որ ձեզ ընդունելու արժանի է, եւ այնտեղ մնացեք մինչև ձեր ելնելը։ Երբ այդ տունը մտնեք, նրանց ասեք, ողջույն տվեք կամ ասեք խաղաղություն ձեզ։ Եթե տունը արժանի լինի ձեր խաղաղությանը, նրանց վրա կիջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր խաղաղությունը ձեզ կվերադառնա։ Իսկ ով որ չընդունի, ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ այդ տանից կամ այդ քաղաքից դուրս գաք, ձեր ոտքերի փոշին թափ տվեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դատաստանի օրը Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի։ Հետաքրքիր է։ Շարունակեմ։ Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես գառներ գայլերի մեջ։ Իմ ամբողջ բնաբանը սա է, որի վրա ես կանգ կառնեմ։ Ես ձեզ ուղարկում եմ որպես գառներ գայլերի մեջ, ոչ թե գայլեր գառների մեջ։ Արդ խորագետ եղեք ինչպես օձերը եւ միամիտ ինչպես աղավնիները։ Այստեղ քեզ խորհուրդ է տալիս զգուշացման։ Ձեզ ուղարկում եմ գայլերի մեջ։ Դուք գայլ չեք, դուք գառ եք։ Դրանք հեշտությամբ ձեզ կարող են խժռել։ Զգուշ եղեք օձերի պես խորագետ, աղավնիների պես միամիտ։ Սա զգուշացում էր թե ոչ։ Տերը չասաց, ես ձեր հետ եմ արխային գնացեք, ձեր մազին կպնող չի լինի։ Տերն ասաց, զգուշ եղեք, այսպեսի բաների կհանդիպեք։ Զգուշ եղեք մարդկանցից, որովհետև ձեր դատարանների կհանձնեն եւ իրենց ժողովարդներում ձեզ կտանջեն։ Զգուշացեք նաեւ մարդկանցից։ Սա քեզ ուզում ասել, իմաստությամբ վարվիր։ Ամենտեղ մի նետվիր քո մարդկային համարձակությամբ, կշռադատի ունեցի Սուրբ Հոգու մղում, գնա կամ մնա։ Իմ պատճառով կուսակալների կամ կառավարիչների ու թագավորների առաջ կկանգնեք, նրանց ու հեթանոսներին վկայություն տալու համար։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ որ խոսելու եք, քանի որ խոսողը դուք չեք, այլ ձեր հոր հոգին, որ խոսում է ձեր մեջ։
Այսինքն դուք կունենաք Սուրբ Հոգու առաջնորդություն եւ խոսք այդ ժամանակ։ Սա չի վերաբերվում քարոզիչներին, որ ելում են քարոզելու, ինչ գալիս է մի դերն ասում են Տերը ինչ կտակ ասեմ։ Տերը այդ ժամանակ քեզ ասում է, դասի տունը լավ մետ կարթա աղոթի, առ էլի հասկացի ինչ ես խոսում։ Այդ ժամանակ քեզ տանում են, չգիտես դու ինչ կհարցնեն, ինչ կլինի, ով կլինի։ Դու կարիք ունես, որպեսզի Աստված քեզ առաջնորդի։ Լսեք, եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն ու կսպանեն նրանց։ Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատելի կլինեք, սակայն ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Վերջի խոսքն եմ կարդում։ Երբ ձեզ այս քաղաքում հալածեն, դեպի մեկ ուրիշը փախեք, որովհետև ճշմարիտ եմ ասում, դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի, մինչև մարդու որդու գալուստը։ Այս խոսքերը միայն առաջի դարի համար գրված չեն, գրված է բոլոր դարերի, բոլոր եկեղեցիների համար։ Այստեղ ասած, եթե ձեզ այդ քաղաքում հալածեն, ինչ արեք, փախեք մյուսը։ Հիմա ինչ կարծիք եք, Տերը վախկոտություն սովորեցրեց իր աշակերտներին, թե իմաստություն։ Ուրեմն Տերը նկատի չուներ վախկոտ իմաստով, այլ իմաստուն վարվելու։ Հիմա պատկերացրեք, որ դուք կամ ինչ-որ մեկը երկար ճանապարհ անցած մարդ է։ Կան մարդիկ, որ ունեն կյանքի ճանապարհ, ունեն մեծ փորձառություն, անցել են դժվարություններով, անցել են նեղություններով, անցել են մերժումներով, ընկերական շրջապատներ են 10 անգամ փոխել ու անցել են, զգացել են, որ դրանք էլ փուչ բաներ են, տեսել են դավաճանություններ, զգացել են ինչ է նշանակում մենակ մնալ, ու քեզ ուզում է խորհուրդ տալ, ասում է քեզ խորհուրդ եմ ուզում տալ, որ այն իմ սխալները, որ ես անցա նրանցով, դու դրանցով չանցնես, ու հանկարծ ինչ որ մի երիտասարդի, որ դու ուզում ես խորհուրդ տալ, ինքն էլ մի քիչ ավյունով լցված է, ռիսկը տեղն է, ամեն ինչը, ասում հակաճառակ քեզ համարելով վախկոտ։ Այդտեղ այդ խորհուրդ տալ պետք չէ։ Հարկավոր է ուղղակի լռել, մի կողմ քաշվել։ Փորձությունը ցույց կտա, եւ դու երբ կզգաս դրա հետևանքները քո կյանքի վրա։ Ուրեմն մարդու մոտ կա այսպես երկու վիճակ։ Մարդու մոտ եմ ասում, մարդկային իմաստով։ Ադրենալին կա մարդու մեջ, այդպես հորմոնները արտադրում է, երբ որ մարդը մի անգամից լսում է համարձակությամբ, այնպեսի բաներ կարող է անի, որ սովորական ժամանակ այդ նույն բաները չի անի։ Եվ կա ուրեմն կորտիզոլ։ Այս էլ վախի ժամանակ է այդ հորմոնները արտադրում։ Ուրեմն մենք ոչ ադրենալինի վրա հենվենք, ասենք այ ադրենալինս հելավ ես գնացի, ոչ էլ կորտիզոլի վրա հենվենք Սուրբ Հոգու վրա, որովհետև այս հորմոնները մարդու հորմոններ են, որ կարտադրվեն եւ հնարավոր է ոչ տեղին ու ոչ անհրաժեշտ։ Հասկանալի է։ Հիմա տեսեք Պետրոսն էլ երբ որ Տերն ասաց այս գիշեր ամեկը իմ պատճառով պետք է գայթակղվեք, փախչեք ու ինձ մենակ թողեք, Պետրոսի ադրենալինը հելավ։ Ո Տեր, եթե ամենքն էլ քեզ թողեն փախչեն, ես չեմ փախտի։ Քեզ հետ պատրաստ եմ մինչև բանտ, մինչև մահել գալ։ Եվ ասում եմ, եւ այս ասում են բոլոր աշակերտներն էլ։ Պետրոսը որ այսպես ասեց, այն 11-ի ադրենալինն էլ հելավ, թե 10-ի։ Բայց ինչ եղավ մի քիչ հետո, երբ որ խարույկի մոտ նստած էր Պետրոսը, տիրոջը բռնել էին, չէ, այդօր գալով ասում էր, այս մարդն էլ իր աշակերտներից չէր, Պետրոսի ադրենալինը պրծել էր։ Այդ բանը ինչ անում եմ, կորտիզոլը բարձրացավ, վախի։ 3 անգամ ուրացավ, նույնիսկ անեծքով, թե ես չեմ ճանաչում այս մարդուն։ Հիմա իմ ասածն ինչ էր։ Ոչ մենք հենվենք մարդկային ադրենալինի, ոչ էլ կորտիզոլի վրա։ Սուրբ Հոգուն է պետք ապավինել, որ նա քեզ կլցնի համարձակությամբ արա, եթե չէ, մի գնա, որովհետև կարդա գործկալը առաքելոսում տեղեր, որ ասում է եւ Սուրբ Հոգին մեզ համարձակություն չտվեց, որպեսի գնայինք այդտեղ։ Այսինքն Սուրբ Հոգին ասեց՝ մի գնացեք այդտեղ։ Արժեր որ նրանք եթային։ Ասին հետո ինչ որ ասում է Սուրբ Հոգին, ես պատրաստ եմ Տեր ջան, պատրաստ ես հանդիպես Պետրոսի փորձություններին։ Ուրեմն այստեղ վախը որ կա, կամ արգելքը Սուրբ Հոգու, արժե հնազանդվել դրան, թե կարողա պետք չէ։ Կարծում եմ համաձայնեք, որ պետք է հնազանդվել։ Այլապես այստեղ
Տեսեք առակաց 12-ի 1-ում գրված է ով սիրում է խրատը, սիրում է գիտությունը, իսկ ով ատում է հանդիմանությունը, անմիտ է։ Այդ ժամանակ, երբ որ դու մարդկորեն առաջնորդվես, որ Տերը քեզ չի մղել այդ բանին, մարդկային ադրենալինով, մարդու սիրտը սկսում է կարծրանալ, եւ նա փակվում է իր ճշմարտության մեջ, իր սեփական ճշմարտության մեջ, խոնարհությունը փոխվում է հպարտությամբ, փորձությունը հանկարծ դառնում է ծանր փորձանք։ Այն որ փորձություններ պետք է անցնեիր, փորձանք դարձավ չկարողացար անցնել։ Ես այս պատգամը բանալու ժամանակ մի հատ գրառում ուզեցի այստեղ գրեմ, մի ինչ որ եղբոր կյանքի անցած փորձից էր, ով Քրիստոսի համար անցել է ինչ որ շրջաններով, եւ այն բանի համար էր բացատրում, որ երբ որ մարդիկ մարդկային համարձակությամբ ուզում են գնալ մի բանի ու մի տեղ, որին պատրաստ են եւ Տերը քեզ չի պատրաստի ուղարկի, դու կարող ես հանդիպել ինչ որ բաների։ Եվ ձեր այսօրվա ռիսկը, որ դու խոսում ես այդպես բարձրագույն, տեսեք ինչով կարող է վերջանալ։ Ուզում եմ այդ գրառումը կարդամ։ Ասում եմ, ոմանք չեն տեսել, թե ինչ խոշտանգումներ կան ոստիկանական բաժանմունքներում։ Մարդիկ են եղել, ինձ մտերի մարդիկ, որ աշխատել են ոստիկան, ասում եմ, մեր ժամանակ, հիմա չգիտեմ ոնց է, մի կարող եք ավելի լավ կամ վատ է։ Ասում եմ, որ մեկին ուզում էին ծեծել, աչուծաղից տալիս ինչ էիր ասում, տեսնես դրբը որ մեկի կողմից կամ քացին որ մեկի կողմից եկավ։ Այն ձևի ավտորիտետ տղեկ դառնում էին կուրկուրիցակ, որ զարմանում էր, արա, ծեր այդ խոսքը, ծեր այդ ռիսկը ինչի փոխվեց։ Ասում եմ, դեռ չեն եղել ոմանք այդ բաժանմունքներում, չեն եղել բանտի մութ ու սառը խցերում։ Իրենց մեջքին ու գլխին չեն զգացել օպերի ռետինե մահակի հարվածները, դա դուբինկա է։ Ինչպես գար չեն եղել բանտի գայլ ու դաժան կրիմինալ աշխարհի մեջ, որտեղ գործում են իրենց օրենքներն ու պահանջները։ Չեն ապրել նրանց մեջ ու ջանք արել պահել քրիստոնեական արժանապատվությունն ու մաքրությունը։ Քաղցած չեն մտել ճաշարան ու ավելի քաղցած դուրս չեն եկել այնտեղից։ Չեն կերել բանտի ոչիլոտ ու ворտնած ճաշերը։ Հարազատների ու երեխաների կարոտից չեն մաշվել։ Փայտոջիլների ու ոչիլների խայտոցից ժամերով անակ չեն քորել իրենց։ Չեն մնացել առանց եկեղեցու, առանց հոգևոր շրջապատի, առանց նորմալ աղոթքների։ Ամեն օր կարոտով չեն սպասել, թե երբ պիտի լրանա իրենց պատժի ժամկետը, թե երբ են լսելու բարձրախոսի բարձր ձայնը, որը ազդարարելու է քո ազատության ավետիսը։ Սա ընթացք է։ Այ որ գա այդ տեղը, դուք կտեսնեք, թե ինչ է նշանակում այդ ռիսկը։ Ժամանակ չկա, որ չեմ մանրաստի, ես մի հատ ֆիլմ տեսա Որոգայթ վերնագրով, ինչ որ մի ռեժիսոր ֆիլմ ուզում նկարանի դիպլոմային, ուզում նկարի, թե թեման դնում է, որ հանցագործը, որին դատել են մահապատժի, թե ոնց է մահապատժից առաջ ծիծաղում։ Բայց հանդիպում էի փորձության, պայմանավորվում է այդ գաղութի պետի հետ, թե ինձ կարաս օգնես մտնեմ այդ բանտի միջավայր, բանանը մելի, ես գամ իրանց օգեբանությունը, օգնում, ասում եմ լավ, մի հանցագործ կա, հենց հիմա դատապարտված է մահապատժի, բայց ինքը կենտրոնական հիվանդանոցում պարկած է այդ բանտարկյալների։ Իր անունով քեզ կմցնեն բերդ, դու կասես, որ այդ մարդն ես, ու դու փշփվի, բոլորը մահվան դատապարտված մարդիկ են։ Վերջ այս խեղճ հարիվը, այդ ադրենալինը, որ արել էր իր մեջ, այդ մանդեղ, վերջ այդ մանրացնի իրան ինչ ծեծերի են տալիս, այնտեղ ինչին անում, վերջում այդ գաղութի պետը մի հատ բան է սարքես իր գլխին։ Գալիս ասում են, որ պատրաստվեք, ես տանում են գնդակահարության։ Ո՞նց ասում է գնդակահարության։ Ասում է, հա։ Բայց ես արդեն ասում եմ, ես այդ մարդը չեմ, ես չգիտեմ ինչն եմ, ասում, հա, գիտենք, Նապոլեոն Բոնապարտն է, այստեղ ով մտանում են գնդակահարելու, ինքը իրան մոռանում է։ Խժում ճվում է, չգիտի ինչ անի։ Հետո որ սրան տանում են մի հատ սենյակով, տենում է այդ գաղութի պետի նկարը ռամկի մեջ դրված, մահացել է։ Այդ գաղտնիքը գիտի մեկ ինքը մեկ էլ գաղութի պետը։ Էսի կուրսնում է իրան։ Այնպես սիրուն էին նկարել։ Այդ կուրսում էին աշճանի, որ տանում են պատի տակ կանգնացնում են, որ պիտի գնդակահարեն, ուշքը հետո մգնում է։ Հետո որ ուշքի են բերում, արդեն այդ գաղութի պետը սարքել է, ինքը չի մեռել։ Այնպես են արել, որ ինքը իմանա, որ այսպես կանգնած են գլխի վերը, աշկերը բացում, տենում է գաղութի պետն էլ է մեջտերն, ասում է, հա, ինչի՞ չես ծիծաղում, բա ծիծաղի։ Ասում էր, որ տանում են գնդակահարության, ո՞նց են նրանք ծիծաղում, բա ինչի՞ չես ծիծաղում։ Այն հեքիաթները, որ ասում են մարդիկ ծիծաղում են էսին անում, ես դրա համար պատմեցի, որ իմանաք դա սկել այդպես չի։ Ուրեմն Տիրոջ նպատակը չէ, որ դու ուղղակի զոհվես քո անիմաստ քայլերով։ Առաջին պետք է հասկանանք, որ չկիրառել անհարկի զոհություն, այսինքն անիմաստ զոհություն
չանես։ Այսինքն չմեռնես մի բանի համար, որ պետք չէր դրա համար մեռնել։ Պահպանել կյանքն ու առաքելությունը, եթե հնարավոր է։ Խուսափել տհաճ պատահարներից, եթե քեզանից կախված չէ։ Իսկ եթե ոչ դա անհրաժեշտ է Աստծո գործի համար, պատրաստ եղի նաև մեռնելու։ Այսինքն Տերը չուզեց, որ դու եթացու մեռնես, ասես իմ հանրարարականը կատարի, եթե պետք եղավ նաև անգամ մեռնելու աստիճան, բայց եթե չէ, սրտիցի կդա քեզի դուր կրակի բերան, որ քեզ կդակարեն։ Դուք ինձ հասկացաք ինչ եմ ուզում ասել։ Եթե դուք տեսնեք, որ օրինակ ոմանք այդպես չվարվեցին Աստծո մարդկանցից։ Ուրեմն կա գին վճարել Աստծո գործի համար, կա էժանագին մահ մեռնել ոչ մի բանի համար։ Այս երկուսը մենք պետք է իրարից կարողանանք տարբերել, որտեղ այդպես ռիսկովներ շատ կան, եթում են միտեղ ու հետո էլ հետ դառնալը չեն տեսնում։ Ուրեմն խորհուրդ, ընտրել խելամտությունը, անվտանգության համար անել հնարավոր քայլեր, եթե դա հնարավոր է, եւ տեսնել առաքելական նպատակ, ոչ թե ուղղակի մեռնել։ Քեզ ուղարկես նպատակի համար, ոչ թե որ դու ուղղակի մեռնես։ Եվ ճիշտ է, որ դու հասկանաս, որ քո ապրելով դու կարող ես հետո էլ ավելի շատ հոգիներ շահել։ Օրինակ վերեմ ես Պողոս առաքյալի կյանքից, երբ որ Պողոսին առաջին անգամ բռնեցին, հիշում եք, տարան Ռոմ։ Ինչ բանդերով անցան, ուզում են իրան սպանեն, պրծավ չէ, մի կերպ պրծավ տարան, եթե Պողոսին հենց այդ ժամանակ սպանեին։ Պողոսը կարող էր այդքան հոգևոր գործողությունները որ կար աներ։ Մեր մարդը ո՞նց կանի։ Պողոսը իր 38 տարվա հոգևոր գործունեության ընթացքում հաստատեց 500-ից ավելի եկեղեցիներ։ Առաքելական ուղերձները գրված կլներ, թե որ Պողոսն ա գրել նոր կտակարան ուղերձների մեծ մասը չէր լինի։ Այսինքն կամ պահեր, որ քո մնալը քո մեռնելուց ավելի կարևոր է, որտեղ նպատակ գոյություն ունի Աստծուց քեզ համար։ Իսկ այդ նպատակը քո լոկ մեռնելը չէ։ Խոսված քո արյան ծարավ չէ կամ մեռնելու ծարավ չէ։ Բայց եթե պետք եղավ, որ մարդը կարողանում է համարսակ կանգնել մահվան ընդդիման ու ասել ոչ եւ Աստծուն ասել այո ու այդպես է պետք, ուրեմն պատրաստ եղի նաև մեռնելն։ Ուրեմն երբ պատերազմի ժամանակ որևէ մեկին ուղարկում էին հետախուզության ինչ որ նպատակի համար, ինչ էին անում։ Նրանց առաջ դնում էին պայման։ Ոչ թե մեռնել, այլ կատարել հանձնարարականը։ Զինվորներին ասում են կամ այդ ջոկատներին ասում են, մենք չենք ուղարկում որ մեռնեք, ուղարկում ենք որ հանձնարարականը կատարեք, բայց հանկարծ եթե անհրաժեշտ լինի մահվան գնով, դրան էլ պատրաստ եղեք, բայց մենք ձեզ սպասում ենք։ Նույնիսկ ես տեսել եմ այդ կոմանդիրը Ռամայոսում է, Ռամայում եմ չմեռնել։ Եթե դա Ռամայով ոնց կարա մարդը մեռնի կամ չմեռնի։ Այսինքն ուզում եմ ասել, մենք չենք ուզում որ դու մեռնեք, ուզում ենք որ դու ապրեք։ Ուրեմն թաքնվելը երբեմն դա ռազմավարություն է, հաղթելը նպատակ։ Եթե դուք ուզում եք նպատակին հասնել հաղթանակի, պետք է ճիշտ կազմակերպեք ձեր ռազմավարությունը։ Պարզա։ Ուրեմն այսօրվա մարդկությունը մի բան գիտի, տագնապի դեպքում փախնել ինչ որ միտեղ պատասպարվելու։ Անկամ կան չէ գազապաստարաններ, որտեղ պատերազմի ժամանակ անհրաժեշտության դեպքում պետք է փախնեն մտնել այդ պատվալները, որ պաշտպանվեն։ Օրինակ եմ ասում, սա պետությունն է քեզ պաշտպանում։ Մի վերցեք մենակ Հայաստան նկատի չունեմ, նկատի ունեմ հեսա կան կառնեմ Ճապոնիայի, Դելիի, Շանհայի մյուս երկրների վրա, որ չասեն մեզ է քննադատում։ Այդ չի։ Հիմա պետությունների քեզ պահապանությունը ինչպիսին է։ Օրինակ մեր գյուղում կա գազապաստարան։ Մերս հիվանդանոցի տակի պատվալն է։ Ենթադրենք լավ ամեն ինչը նորմալ է այդ պայմանները։ Քանի մարդ կտեղավորվի այդտեղ։ Հիվանդանոցի ազնագազմը գումարած մի 2 տասնյակ մարդ։ Բա մնացածը։ Գնացեք ձեր պատվալները մտեք։ Ձերից ով ունի ստորգետնյա պատվալ։ Նկուղ։ Գետնի տակ։ Կլեն մարդիկ որ ունեն, բայց մեծ մասը չունեն։ Մենք մի չենք իրում գետնի տակ մտնենք ինչ անենք։ Գետում եք գետնի սմանավան մի ժամանակ ջրերը ստեղից էր մեր հյուղի գետնի տակով կարար պատվալ սարքել։ Հիմա տեսեք։ Կան ժամանակներ, որ դու չես կարողանա որևէ բան անել։ Հիմա եթե նույնիսկ մտարկու այդ նկուղը, բա ինչ ես ուտելու։ Կամ քո ունեցած պաշարի քանի օր պետք է բավարարի։ Որ պրծաբը դրանից հետո ինչ ես ուտել։ Այսինքն դու կարող ես մի կարճ ժամանակ հետո կանգնես խնդրի առաջ։ Սա մարդկային պաշտպանությունն է։ Հետո ես այդ զուգեր կանցկացնեմ
Եվ որ Աստված Եգիպտոսից հանեց Իսրայելի ժողովրդին, ով էր նրանց պաշտպանը եւ ով էր տանում, ով էր մատակարարը, տեսնեք որ Աստծո մատակարարությունը ուրիշ բան է, եւ որ ասում է Սուրբ Հոգու մղմամբ, մարդու մատակարարությունը լրիվ ուրիշ բան է։ Գազապաստարանները հիմնականում կենտրոնացված են մեծ քաղաքներում։ Մեծ գազապաստարանները մեծ քաղաքներում են։ Օրինակ, ինչպիսի քաոս կարող է առաջանալ այն ժամանակ, երբ որ ռումները թափվում են այդ քաղաքի վրա, ու մարդիկ վազում են դեպի այդ գազապաստարանները, իրար շալակ ելնելով, իրար տրորելով, իրար ոտի տակ տալով կանցնեն։ Հավատացեք, դա հաստատ այդպես է։ Օրինակ, ովքեր են տեսել, թե ինչպես են փլվում բարձրահարկ շենքերը։ Ովքեր են հիշում Լեննականի շենքերը ոնց փլվեցին։ Մի քանի րոպե էլ երևի չի տևել երկրաշարժը։ 25000 դիակներ անեցին փլատակների տակից։ Ես այդ ժամանակ եղել եմ Լեննականում, ինքս եղել եմ։ Այսպես մենակ շենքի քարերի կույտեր էր։ Եղել է բարձրացել եմ անգամ այդ կույտերից մեկի վրա, տակից ձայներ էին լսվում, լացի, աղերսանքի, չգիտես, չես կարողանում ոչինչ անել։ Այսպիսի բան է մարդու պաշտպանությունը։ Եթե նույնիսկ այդ պետությունը ուզենայել քեզ պաշտպանել չի կարողանա, որտեղ նա էլ է անզոր երբեմն դառնում։ Եվ մի խոսք կա, որ ասում է, որտեղ աշտարակն է, այնտեղ է լինում փլուզումը։ Հիմա այսօր որ նայում եք Գազան, որը ռմբակոծվում է Իսրայելի կողմից, դուք տեսել եք այդ ավերակները, ով է տեսել։ Մենակ ավերակները։ Այդտեղի տակի պատվալի մարդուն ինչ հույս, ոչ մի։ Իսկ եւ Տերը որ հանեց Իսրայելին, տեսեք։ Անապատով էր տանում, այդ անապատը Աշոտետեր մի քիչ առաջ խոսում ենք, որ ավազը չի եղել մենակ։ Չորը տափաստանային մի բան է, որտեղ չնչին բուսականություն է եղել, որով անասունները կարող են կերակրվել, բայց մարդու համար նպաստավոր չէր։ Պետք է անցնեին անապատով, նրանց ցերեկը պաշտպանում էր ամպիսյունը, հով էր անում նրանց վրա։ Գիշերը լուսավորում էր կրակի բոցը, երկնքից մանանա էր թափում, ժայռից ջուր էր բխում, նրանց պաշտպանն Աստված էր։ Եվ ասում ոչ ոք չէր կարող խանգարել կամ արգելել, եւ ասո լույսը, որ կրակի բոց էր, ոչ մեկը չէր կարող անջատել, որ ասին լույսերն անջատեցին, այստեղ կանջատեն, բայց ասունը ոչ։ Ամեն օր ուտում էին մանանա, ամեն օր ջուր էին խմում։ Այդ որ մի քանի տեղա գրված ջուր տվեցի, չի նշանակում 40 տարում 3 անգամ ջուր խմեցին, ամեն օր ջուր են խմել։ Ուղղակի դա կոնկրետ դեպքեր են նշված, որտեղ տրտունջ կար Իսրայելին, բայց Աստված էր նրանց տանում։ Հիմա, երբ որ պատերազմ է լինում, Թշնամին սկզբից ռմբակոծում է այդ քաղաքի կամ այդ երկրի բոլոր ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտները։ Գիտեք որն է դրանք։ Հոսանքները, ռմբակոծում է գազի սիստեման, որ ջերմություն չլինի, էներգետիկ, ջրի պաշարները, որ ջուր չլինի։ Եթե սննդամթերքի պահեստները եւ հեռախոսակապ ինտերնետը։ Լպատկերացնում եք, այսքանը որ թվարկեցին, նույնն է, որ հիմա քո 5 զգայարանները անջատեն, ասեն դե ապրի, ապրելը չապրելուց ինչով է տարբերվում, ոչ մի բանով։ Փաստորեն հիմա գազապաստարաններում ուժեղ երկրներում էլի մեր մոտ չէ։ Անկամ աղբյուրներ կան, որտեղից են սնուցում այդ պատվալները, որ ասենք եթե դրսի ինչ որ բաները տրակցնեն, գոնե այդ բանով սնուցվի պատվալները։ Բայց Թշնամին այդքան հիմար չէ, նա էդ էլ առամբակոծում։ Հիմա որտեղ իրան քարտեզով չգիտեն որտեղ ինչ է։ Որպեսի քեզ ենթարկեն բլոկադայի։ Ինչպես Լենինգրադի բլոկադան ովքեր են հիշում, 3 տարի մնացին բլոկադայի մեջ ամբողջ Լենինգրադ քաղաքը։ Երբեմն մեկ այդ Լադոգա լճի վրայով ելեն ձմեռը սառը ժամանակ ավտոները անցնում էին, որ ինչ-որ մի բան բերեն օգնեն այդ քաղաքին, այնը գալիս են գերմանական ինքնաթիռները ռմբակոծում էին, էդ էլ չէին կարողանում։ 3 տարի մնացին բլոկադայի մեջ, բայց չհանձնվեցին։ Ինչքան մուկ կար կերան, կռիստերին կերան, թռչուներին կերան, վերջում հասան կանիբալիզմի սկսեցին իրար ուտել։ Այսպեսի բան է սովածությունը։ Ինչու եմ սա մանրացնում, որ մենք հասկանանք, որ մեզ ինչ է պետք, ինչի համար աղոթել, վաղվա այն օրերի համար, որ դու չգիտես ինչ կգա։ Այսօր աղոթի, որ վաղը դրա արդյունքը ստանաս, ոչ թե այն ժամանակ, երբ որ դու արդեն փախչելու տեղ չունես։ Հիմա մի քանի օրինակ եմ ուզում բերել մեծ քաղաքների վրա, առաջինը կբերեմ, միակը կբերեմ երևի Տոկիոյի վրա, որովհետև Տոկիոն հիմա աշխարհի ամենամեծ քաղաքն է։ Տոկիոյի բնակչությունը
Ուրեմն գիտեք ինչ հասնում, ինչքանի 37 միլիոն բնակիչ ունի։ Տոկիոն 37 միլիոն բնակչություն ունեցող քաղաք է, այսինքն 13 Հայաստանի չափ, 37 Երևանի չափ, 37 հատ Երևանից Սամսոնը ձեր Երևանի հոբանը որ ասեն կպցնես Հայաստանը կփակի երևի։ Տոկիոն այդքան մեծ է։ Դելին 34 միլիոն բնակիչ ունի։ Շանհայը 30 միլիոն բնակիչ ունի։ Հիմա պատկերացրեք, մեկ օրվա համար Տոկիոին ինչքան հաց է պետք որ ուտեն։ Ես նրանք օդի մեջ չեմ ասում, ես մտես ստուգել եմ ինտերնետից վերցած մաքուր տվյալներ են։ Մեկ օրվա համար Տոկիոյում ուտում են 5000 տոննա հաց։ 5000 կիլո չէ, տոննա։ 5000 տոննան անում է 1000 հատ գրոզավիկ լիքը բարձած ալյուր։ 1000 հատ գրոզավիկը որ բարձեն, գիտեք ինչքան համարյա այստեղից մինչև Աղրլիչ, այսպես իրար պոչ-պոչ ասենց որ տանել մինչև Աղրլիչ, ամեն մեկը 5 տոննա բարձած։ Մի օրում ուտում են իրանք։ Բա ինչի մի օրվա համար է, այդ օրերը որ գալիս է։ Կամ ինչքան ժամանակ կբավարարի։ Դելիում մի քիչ ավելի շատ 1600 գրոզավիկ 8 տոննա հաց 8 միլիոն տոննա 8000 տոննա հաց են ուտում, Շանհայում 7000 տոննա։ Մի քիչ շատ ու քիչ են ուտում, որտեղ այնտեղ բրինձել են ուտում, մեկը մյուս այդ չեմ խորանանք դրա մեջը։ Ջրի պաշարները, տեսեք, Տոկիոյում ամեն օր օգտագործում է 8 միլիոն տոննա ջուր։ Որ լավ հասկանաք, 1 միլիոն 600 հազար ցիստեր։ Մեր ջրի ավտոն որ գալիս ջուրա մատակարարում, երկու ռեսանում է ամբողջովին բավարարում է, չէ՞, խմում ենք։ 1 միլիոն 600 ցիստերը, ես նոր ասի իրար հետ բազմապատկեցինք, ցիստերը երկարություն քսեցինք 6 մետր միջինով, որ իրար հետևից շարվեն, այստեղից կհասնի 9600 կիլոմետր կկազմի, այսինքն այստեղից համարյա Սոչի։ Այդքան ջուր օգտագործում մի օրում։ Բավոր այդ ակունքները փակեցին, ռմբակոծեցին, լրիվ ինչ պետք է խմեն։ Այդ խմելը ամենավտանգավորը չի, ամենավտանգավորը չի, ավելի վատ բաներ կա։ Ուրեմն եթե կոյուղիները շարքից դուրս եկավ, էլա մտել ես, պատվալ մտել ես, լավ ես արել։ Խմելու ջուր երկու գրաֆինգա պայել ես, լավ ես արել։ Բա որ զուգարան գնացիր ջուր չկա, որ այդ ջուրը էդ է, ուր պետք է թա։ 37 միլիոն մարդ որ կներեք էլի օրինակից համար որ անեն ինչ որ բան, բայց որտեղ պետք է պարտկեն։ Այսքան քաոս, խուճապ ու դժվարություն կարող է լինել մեծ քաղաքներում։ Եվ այն մարդիկ ովքեր այսօր այսպես հիացած են կենտրոնական տեղեր ապրելով, վաղ կհանդիպեն մեծ հիասթափությունների։ Երազեն այդ ժամանակ գյուղում լինելու համար։ Այնպես որ գյուղացիներ ձեր գործը լավ չէ, բայց իրանցից լավ է մի քիչ։ Հիմա ես ուզում եմ մի բանի վրա կանգ առնեմ, սրա վրա արդեն երկար կանգ առնեմ, որ Աստվածաշնչում գրված է, որ մեկ ժամվա ընթացքում փլուզվեց Բաբելոնի այդ սիստեման։ Հիմա կասեք դու ժամ պահել էիր, որ մի ժամն ասում չեմ պահել, Աստվածաշնչից եմ ասում, որտեղ գրված է մի ժամում եկավ ասավ քո կործանումը Բաբելոնին։ Իսկ Բաբելոնը շատերը կարծում են ինչ-որ աշխարհագրական վայր կամ քաղաք։ Ես կասեմ դա աշխարհագրական վայր չէ, դա սիստեմա է։ Բաբելոն նշանակում է խառնաշփոթություն։ Երկակի վրա խառնաշփոթության սիստեմա կա, որ ներգրաված է բոլոր ազգերի մեջ։ Այդ Բաբելոնը քաղաք չէ, դա սիստեմա է, համակարգ է։ Հետո կտեսնեք, որ մեզ Աստված պատերում է այդ համակարգից դուրս գալ, որ ամենուրեք կա։ Հիմա ես կարդամ Հայդուկյան 18-րդ գլուխը ամբողջությամբ, տուն հետո կարող եք դնել ստուգել։ Այդ բաներից հետո մի ռեշտակ տեսավ, որ իջնում էր երկնքից, նա մեծ իշխանություն ուներ եւ նրա փառքով լուսավորվեց երկիրը։ Նա հնչեցրեց բարձր ձայնով ասելով. Ռեշտակներ, ով է տեսել ռեշտակ։ Ոմանք պատրաստի մստիկ Google-ը թիթերի պես թռնելով ռեշտակ ասբա, կայնեց նրա փառքով լուսավորվեց երկրագունդը։ Ռեշտակները այդքան հզոր են, զորավոր են ու մեծ են։ Եվ տեսեք ինչ ասաց. ընկավ մեծ Բաբելոնը ու դարձավ սատանաների բնակատեղի ու ամեն անմաքուր ոգու բնակավայր եւ ամեն անմաքուր ու գարշելի թռչնի ապաստարան։
Այսինքն երեքն էլ սատանաների բնակավայր, անմաքուր ոգիների բնակավայր, անմաքուր գարշելի թռչունների բնակավայր։ Սա նշանակում է ամբողջապես, յանի քիչ էր դևերով լսված, առավել եւս լսվեցին դիվային ոգիներով։ Բաբելոնը կլսվի այս վիճակով։ Իր անկումից հետո։ Շարունակության մեջ երրորդ խոսքն ասում է, որովհետև նրա շնության բարգության գինուց բոլոր ազգերը խմեցին, երկրի թագավորները նրա այդ շնություն արեցին եւ երկրի վաճառականները նրա շքեղության հարստությունից հարստացան։ Այս գինուց, որ գրված է խմեցին աշխարհով, այս սովորական գինի նկատի չունի, որ գինի մարդ խմում արբունքի մեջ անգնում, չէ, իրան ինչ որ լավ ասում։ Սա նշանակում է այս Բաբելոնի պղծությունների արբունքից, հաջուկից, զվարճանքից գինովսած մարդիկ։ Այսօր դուք տեսեք մարդիկ շատ են սիրում այդ պղծություններ։ Ստադիոնը որ մի հատ հիմար մի երկիչ կանչեն տրանսգենդեր, ես իմ չգիտեմ ինչ։ Հայաստանի կես եթում լսում ստադիոնները։ Բայց որ այսօր մի հատ Օֆելիա Ամբարձումյան էլի երկի հայկական ժողովրդական երկ կարող է շատ քիչ լինեն այդտեղի թացողները։ Օֆելիա Ամբարձումյան կա չէ՞ լա սաղա։ Հա? Չէ՞։ Բայց իմ համար ինքը սաղան, չի այդ ինչ, ես չգիտեմ թե։ Լավ, կարևոր չի։ Ռուբեն Մաթեոսյանը։ Լավ, շարունակեմ տեսեք։ Ուրեմն սրանք Բաբելոնը մեծ առևտրի ու մշակութային պղծության կենտրոններ են։ Չորրորդ խոսք։ Եվ մի ուրիշ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. Դուրս եկեք իմ ժողովուրդ նրանից, որպեսզի չմասնակցեք նրա մեղքերին եւ չստանաք նրա հարվածներից։ Հիմա այստեղ ուզում եմ փոքր ինչ կանգ առնել։ Այստեղ կամ մի քիչ կհամաձայնվեք, կամ չեք համաձայնվի, բայց խնդիր չէ, կարող է եւ չհամաձայնվել։ Մի քանի օր առաջ, մի 10 օր առաջ ամբողջ համացանցում լուր էր տարածվում, որ սեպտեմբերի 23-ին եկեղեցու հափշտակությունն է լինելու։ Ովքեր են կարդացել։ Երկրագնդի կեսից շատը սպասել են եկեղեցու հափշտակությանը։ Շատ եկեղեցիների հովիվներ, քարոզիչներ, անվանի քարոզիչներ բանում հաստատում էին, որ սեպտեմբերի 23-ը կապված այս Երուսաղեմի փողերի ընչելու, չգիտեմ ինչ տոնակատարության հետ, պետք է դա զուգադեպի Քրիստոսի եկեղեցու հափշտակությանը։ Էլան մարգարեներ մարգարեանում էին այդ բանի Աքաբի մարգարեների պես, թե այդպես էլ կլինի։ Սեպտեմբերի քանի, այսօր քանիստ է սեպտեմբերի 28-ը։ Դուր ասում եմ, կարող է հափշտակություն եղել է մենք ենք մնացել այստեղ, բայց չէ, մարդ չի հափշտակվել։ Այսինքն սա սուտ էր։ Գիտեք ինչու նրանք խափնվեցին, որովհետև Հիսուսը չէր ասել օր ու ժամ, ասեց ես անգամ չգիտեմ օրն ու ժամը, այլ միայն Հայրը։ Ես չգիտեմ օրն ու ժամը, երբ կգամ։ Ու ասեց կգամ այն ժամանակ, երբ չեք սպասի։ Այստեղ ասում եմ մենք սպասում ենք սեպտեմբերի 23-ին։ Ամենամեծ դժբախտությունն է, որ ասո խոսքին ուշադրություն չես դարձնում։ Չես հենվում խոսքի վրա, որ գրված է այստեղ, հենվում ես ինչ-որ մեկի սուտիպուտի մարգարեությունների վրա։ Ահա թե ինչու հանդիպեցին հիասթափության։ Բայց այստեղ ես մի բան պետք է ասեմ, որ մի այստեղ չլինի ես դառնամ սուտ մարգարե, բայց սա ընդհանրապես իմ պատկերացումն է, ինչ որ հասկացա։ Դուրս եկեք իմ ժողովուրդ նրանից, արդյոք սա չի նշանակում եկեք տուն։ Արդյոք սա եկեղեցու հափշտակության պահը չէ։ Այստեղ առաջին ասում է, որ չմասնակցեք նրա մեղքերին, Բաբելոնի։ Երկրորդը չստանաք նրա հարվածները։ Եթե սա համակարգ է Բաբելոնը, ինչ որ։ Այդ համակարգը տարածված է ամեն տեղ, խառը։ Դու ես ոնց զատվեմ, զատվել ինչ է նշանակում ֆիզիկապես, ես ուր եմ որ զատվեմ։ Եթե դու նախորոք չես ապրել այդ մեղքերի անուրությունների պղծության մեջ, կոմպրոմիսի չես գնացել այս աշխարհի համակարգի հետ, Տերն ասում է դուրս արի սրանից, առաջինը այս տեսակետով։ Երկրորդը այդ օրը Տերը քեզ պետք է հանի։ Դու չես կարող ինքնուրույն դուրս գալ։ Հնարավոր է որ եկեղեցու հափշտակություն լինի հենց այդ ժամանակաշրջան։ Օր ու ամիս ես չեմ ասում, ժամանակաշրջանն եմ ասում, որը մենք կարող ենք դա զգալ։ Ով Իսրայելին դուրս բերեց Եգիպտոսից։ Աստված։ Ով տարավ։ Աստված։ Իսրայելը կարող էր դուրս գալ։ Չէ։ Եգիպտոսը թողեր որ դուրս գա։ Չէ։ Ուրեմն տեսեք, եթե Բաբելոնը դա համակարգ է, առաջին պատվերը չխառնվել նրա դրվածքներին, ել ես հրա վրա կանգ առնեմ ավելի համառոտակի, Տերը ինքը պետք է առանձնացի իր եկեղեցին։ Ուրեմն
Երկրորդ Թեսաղոնիկեցիների 2:5-7 գրված է. Չեք հիշում, Պողոս առաքյալն ասում, որ երբ դեռ ձեզ հետ էի, այս բաների մասին ասում էի, եւ հիմա գիտեք, թե ինչն է նրան արգելում, որ իր ժամանակին հայտնվի, որովհետեւ աներունության խորհուրդը արդեն զորանում է, բայց չպիտի կատարվի, մինչեւ որ մեջտեղից վերցի նա, ով այժմ արգելում է։ Ինչն է արգելում ների գործելուն երկրի վրա։ Սուրբ Հոգին եւ եկեղեցին։ Սուրբ Հոգին եւ եկեղեցին։ Թեսաղոնիկեցիների ստխերում վստահ խոսում է, որ արանքից պետք է վերցվի այն ինչը խանգարում է նրան, որից հետո կգա նրա ներգործության ժամանակաշրջանը։ Ինքը կստանա ազատ իշխանություն։ Դա եկեղեցին է։ Հնարավոր է, որ այս ժամանակ եկեղեցին երկրի վրա չլինի։ Ուրեմն ես ուզում եմ հիշեք, գոյություն ունի եկեղեցու նեղությունների շրջան, որով կանցնի եկեղեցին շատ մեծ նեղություններ, ինչպես Տերն ասաց Մատթեոս 24-րդ գլխում։ Գոյություն արդեն աշխարհի նեղությունների շրջան, որտեղ եկեղեցին երկրի վրա չի լինի։ Եվ Բաբելոնը պետք է ճաշակի այն պատիժը, որը Աստված պիտի բերի նրա վրա։ Մի քիչ հետո էլի կհամոզեմ։ Ուրեմն նոր կտակարանի համեմատությամբ այս Թեսաղոնիկեցի թուղթը 4-րդ գլուխ 16-17 խոսքն է, ասում է, քանի որ Տերն ինքը հրամանով պիտի իջնի երկնքից եւ մենք որ կենդանի ենք ու մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ պիտի հափշտակվենք Տիրոջը հանդիպելու օդում։ Թեսաղոնիկեցիս 2 թղթերն ասում է, որ եկեղեցին պետք է հափշտակվի օդերում Քրիստոսին միանալու, այդ ժամանակ էլ ասում է, արանքից մինչև շահանվի նա, ով պետք է դուրս գա, որներ եկեղեցին եւ Սուրբ Հոգին։ Ները չի կարողանալու ազատ գործի։ Խանգարում է դրան։ Իսկ Սուրբ Հոգու վերցվելը չի նշանակում Սուրբ Հոգին ֆիզիկապես ամբողջապես վերցվեց, ել պետք է լինի մենակ երկնքում վերջ։ Հիշեք, Աստված մարդ չէ, որ մի տեղ կարողանա լինել, ուրիշ տեղը չկարողանա։ Նա ամենուր ամենագոյ է, նա ամեն ինչ է։ Բայց նրա ուղղակի ներգործությունը երկրի վրա ու պահապանությունը կվերցվի ու չի լինի։ Փաստորեն տեսեք ինչ է գրված Թեսաղոնիկեցիների առաջի Թեսաղոնիկեցի 5:9-ում, որովհետև Աստված մեզ չընտրեց զայրույթի համար, այլ փրկություն ստանալու մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այսինքն Աստված քեզ բարօրության համար չի ստեղծել։ Սա հույս է տալիս մեզ, այո։ Մատթեոս 24:40-41 այն ժամանակ երկուսը որ դաշտում լինեն, մեկը պիտի վերցվի, մյուսը պիտի մնա։ Ասում է երկու հոգի երկանքով աղան, մեկը կվերցի, մեկը կմնա, մի անկողնում քնած, մեկը կվերցի, մեկը կմնա, այսպես։ Այդ մեկը որ վերցվի, ով է այդ մեկը։ Սա հափշտակությունն է։ Ինչ որ մեկը կվերցի, մյուսը կմնա։ Մի ժամանակ դե խելքից այդտենց էր փչում, տարիներ առաջ է շատ։ Ասեցի, ռիփսիկի հոգևոր վիճակը իմից լավ է։ Որ Տերն եկավ կարող է իրան վերցնի, ես մնամ։ Այդ համ կողքի սենյակ ես կնեմ։ Կարող է երկուսս էլ վերցի այդպես։ Բայց դա մանկական մտածելակերպեր այդպես չէ։ Հիմա պատկերացրա, որ դու ես կողքինդ վերցվես, դու մնացիր։ Դու ո՞նց կզգաս քեզ այդ ժամանակ։ Դրանից ավելի վատ բան մեր կյանքում մենք երբեք չենք պատկերացնի, որ մի օր հանկարծ դու տնից ելար, ասեցիր, այդ մեմ եկեղեցին, բայց ուր է որ դու այդ հաս եկեղեցին վերցվել է։ Ինչ պետք է անես։ Գիտեք, քանի մարդ են մազերը sense մատերեք մտնեն, մազերը քաշեն, քոքից կանեն։ Թե ինչ էր տեղի ունեցավ։ Շարունակեմ։ Հիմա կարդամ 5 կտակարանում, որպես նմանօրինակ բաներ, որ ես ուզում եմ չեմ ուզում համոզել, այլ քննենք, տեսնենք։ Ծննդոց 7-րդ գլխում գրված է, որ Աստված նախ Նոյին հանեց, մցրեց տապան, հետո նոր ջրերը եկան։ Այսինքն նախ առանձնացրեց Նոյին, մինչ երկրի վրա պատուհասների գալը։ Տեսեք կարդամ, դա նման է լինելու Նոյի օրերին, Տերն ասաց է, ինչպես Նոյի օրերն էին, այսպես կլինի նաև մարդու որդու օրերում։ Համեմատություններ բերում։ Երբ Տերը տեսավ, որ մարդկանց չարությունը երկրի վրա սկսեց շատանալ, եւ նրանց սրտի խորհուրդները ու գաղափարները միայն չար էին ամեն օր, Տերը երկրի վրա մարդ ստեղծելու համար զղջաց ու իր սրտի մեջ տրտմեց ու ասաց Տերը. երկրի վրայի ջնջեմ մարդը, որ ստեղծեցի, մարդից մինչև անասունները, սողուններն ու երկնքի թռչունները, որովհետև դրանք ստեղծելուց համար կզղջան։ Ծննդոց 6-րդ գլուխ 5-7 խոսք։ Երկրորդ Ծննդոց 19-րդ գլուխ
Աստված Ղովտին դուրս բերեց Սոդոմ Գոմոր քաղաքներից, հետո նոր միայն այդ քաղաքներին այրեց։ Ես ճիշտ եմ ասում թե չէ։ Նախ եկավացից եկել են որ հանեմ, հելեք, պրծեք։ Ասած այդ համ փեսաներից ասեմ մյուսներին, փեսաները նրա ասած ընդունեցին մի հատ ծաղրանք որպես, ծաղրանողի պես էր երևում։ Ղովտի աղջիկներն էլ մնացին Սոդոմում։ Փեսաներն էլ մնացին Սոդոմում։ Երկու աղջիկ դուրս եկան ընդհանրապես հետները, որոնք ենել դուրս գալը դուրս չի գալու պես էր։ Բայց ամեն դեպքում դուրս եկան նոր։ Հիմա Հայտնության 17:4-ում ասում է դուրս եկեք իմ ժողովուրդ։ Ուրեմն առաջինը ուղիղ իմաստով դուրս գալ նրա համակարգի պղծություններից, երկրորդը նաև դուրս պիտի գաս նրանից, որին դու ունակ չես դուրս գալու։ Այս մեկը Աստված պիտի դուրս բերի ֆիզիկապես։ Դու չես կարողանա դա անել։ Եվ շարունակության մեջ ասում է, որովհետև նրա մեղքերը մինչև երկինք հասան, եւ Աստված հիշեց նրա անօրինությունները։ Ում մեղքերը երկինք հասան? Բաբելոնի։ Ով հիշեց այդ? Աստված։ Եկավ այն օրը, որ Աստված հիշեց ու որոշեց արդեն, որ պիտի հատուցում արվի։ Եվ Տեր ասաց Սոդոմի Գոմորի աղաղակը մեծ է, նրանց մեղքը շատ ծանր է։ Իշտեմ, տեսնեմ, արդյոք նրանց գործերը համապատասխանում են այդ աղաղակին, որ հասել է ինձ։ Այսինքն Տերը այդ ստուգում կատարեց, հետո ուղարկեց հրեշտակներին Սոդոմ Գոմոր քաղաք։ Ծննդոց 18:20-21 ասում է, չէ, այդտեղ էր։ Եզրաս 9:6-ը մեր մեղքերը մեծացել է մինչև երկինք, Եզրասի թղթերումը։ Փաստորեն, սկզբի շրջանը մարդն անում է իր անօրինությունները այն ինչ որ ինքն է ուզում, գալիս է մի շրջան պրծնում է դրանք, ասում է Տեր ջան, ել դու արա այն ինչ որ դու ես ուզում։ Եվ Տերն էլ սկսում է իր պատիժները։ Շարունակենք 6-րդ խոսքը։ Վճարեք նրան ինչպես ինքը վճարեց ձեզ, ու կրկնապատկեցեք նրա գործերի համար, նրա բաժակի մեջ դրա կրկնապատիկ է լցրեք։ Տեսեք, այստեղ ինչ որ նա ձեզ արեց, Բաբելոնը կամ այդ խառնաշփոթության համակարգը, որի մեջ այն սկզբից մինչև վերջի օրերը այդ համակարգը գործել է ու կգործի։ Սովետական միությունն մի հատ էցևի համակարգ էր։ Եվ ասում է, այն ինչ որ ձեզ նրանք հատուցեցին, դրանց կրկնապատիկը հիմա տեսեք, ես պետք է նրանց հատուցեմ։ Ինչքան փառք շքեղություն իրեն տվել էր, այնքան տվեք նրան տանջանք ու սուգ, որովհետև նա իր սրտում ասում է. թագուհու պես նստած եմ ես, այր չեմ եւ սուգ երբեք չեմ տեսնի։ Ովքեր են հիշում Լավոդիկեի եկեղեցին, էներերը տենց ասում, ոչ տակեր, ոչ պաղեր, բայց ասում էր մեծատունեի առավել հարստացա, ոչ իվանի կարոտ չեմ, բայց Տերն ասաց դու չդիր որ աղքատ ես, մերկ ես, թշվառ ես, կույր ես։ Այս վիճակը Բաբելոնում էր։ Այդ պատճառով նրա հարվածները մեկ օրում պիտի գան մահ, սուգ ու սով, եւ նա պիտի այրվի կրակով, որովհետեւ հզոր է Տեր Աստվածը, որ նրան դատեց։ Այսինքն հասավ դատաստան։ Ուրա եկեղեցին երկգոմա։ Էսա միտեղ կարդամ, ասի այս կողմից բայց։ Այստեղ նա, որ գրված է Բաբելոնն է, ձեզը սուրբերն ու մարգարեներն են, Աստծո ժողովուրդն է։ Ուրեմն մեծ Բաբելոնը որպես աշխարհիկ, այստեղ ամբարտավան անօրինություն տարածող համակարգ է, աշխարհի թագավորները նրա այդ պոռնեկություն արեցին, դեսպես է գրված, աշխարհի վաճառականները հարստացան նրա շքեղությունից, հալածեց սուրբերին եւ մարգարեներին եւ նրա մեջ գտնվեց մարգարեների ու սուրբերի արյունը եւ բոլոր նրանց, որ կոտորվեցին երկրի վրա։ Հիմա տեսեք, սա այն պահն է, երբ որ հիշում եք Հայտնության թղթում, որ ասում է եւ ասու աթորիտակ եղած հոգիները բողոքում ասում են Տեր, մինչեւ երբ պետք է երկրի բնակիչներից չլուծես մեր արյան վրեժը։ Տերն ինչ ասաց, ասաց մի քիչ էլ հանգչեցեք, մինչեւ որ ձեր եղբայրներն էլ կլինեն այնպես, ինչպես որ դուք եղաք։ Այսինքն անցավ այդ շրջանները, երբ որ հալածվեցին նաեւ բոլոր սուրբերը, մարգարեները եւ ասու մարդիկ, նրանց արյունը թափվեց, Աստված ասաց, դե հիմա ես պետք է հատուցեմ դրանց։ Ինչ որ նրանք արեցին, այդ պետք է նրանց անեմ ես։ Հիմա ես ես ասեմ, այս վերջերս չէ, այս պատգամը պատրաստելուց մի հատ բան տվեցի, թե երկրագնդի վրա որտեղ կան հիմա այնպեսի հալածանքներ, որտեղ սպանում են քրիստոնյաներին, բերեց Աֆրիկան։ Աֆրիկայի նման բազմաթիվ երկրներ քրիստոնյաներին բնաջնջում են բարից բուն իմաստով։ Ամենավերջի կտանքների խոշտանգումներով մորթում են ու ոչնչացնում են, որը տերորիստները, որներ սուտի քրիստոնյաները։ Եկեղեցին այսօր է հալածանքների նեղությունների մեջ, որ այսօր մենք ասենք հանգիստ ենք, մի մտածեք ամենտեղ այդպես է։ Այսինքն Քրիստոսի եկեղեցին հələ գինա վճարում։
Մինչև եկեղեցու նեղությունները կգա, կհասնի իր վերջին, որից հետո կգա աշխարհի նեղությունները։ Եկեղեցու նեղությունները, որ վերջացավ, եկեղեցին կվերցվի։ Կգա աշխարհի նեղությունները, եկեղեցին այս բաները, եթե Տերը թույլ տա կտեսնի երկնքից, բայց վայթեմ թույլ չտա, որտեվ այդ ինչ տեսնելու բան կլինի, որ մենք մատ էլ ընդդեղից ուզենանք այս տեսնենք։ Շարունակեմ 9-րդ խոսքը, այսի չեմ մեկնի կգարթամ կանցնեմ։ Եվ երկրի թագավորները, որոնք նրա հետ շնություն արեցին ու զվարճացան, երբ տեսան նրա այրվելու ծուխը, պիտի լաց լինեն ու ողջ պանեն նրա վրա, վախենալով նրա տանջանքների պատճառով հեռվից պիտի կանգնեն ու ասեն. «Վայ, վայ, այդ մեծ քաղաքին Բաբելոնին, զորավոր քաղաքին, որովհետև մեկ ժամում եկավ քո դատաստանը»։ Եվ երկրի վաճառականները լաց եղան նրա վրա ու սուկ պահեցին, որովհետև ոչ ոք նրանց ապրանքները ել չէր առնում։ Ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր, մարգարիտներ, նուրբ կտավ, մանուշակագույն, մետաքս, կարմիր կտավ, ամեն տեսակ բուրավետ փայտ, ամեն տեսակ արհեստագործական իրեր, մարմար, դարչին, խունկ, մխուր, յուղ, գինի, ալյուր, ցորեն, անասուններ, ոչխարներ, ձիեր եւ ծառաներ ու մարդկանց հոգիներ։ Մի հատ էլ այստեղ շեշտեցինք, ծառաներին էլ ու մարդկանց հոգիներին վաճառքի էր հանված այս աշխարհի վրա։ Ժամանակեր դարեր շարունակ ինչքան են վաճառում մարդկանց ստրուկների։ Անկամ վաճառում էին մարդկանց հոգիները։ Մարդիկ կան, որ իրենք են իրենցով են վաճառում իրենց հոգիները։ Վերջերս խոսում ենք չեմ ասի անունը, մի երգչուհի շատ անհաջողակ է եղել։ Ինքը իր վկայությունն է, շատ անհաջողակ է եղել։ Ու վկայելա, որ ես սատանայի հետ ուխտ արեցի, ասեցի իմ հոգին քեզ կտամ, եթե ինձ հաջողություն տաս։ Ասում հաջողությունների շրջանը սկսվեց։ Եվ ինքը դարձավ աշխարհարչակ շատ մեծ երգչուհի։ Բայց որ էս որ խոստովանումա չգիտեմ ինքը զղջաց ապաշխարելա, թե նույնիսկ անգամ էս աստիճանի։ Այսինքն որոշ մարդկանց միայն մարմնական շահագործման, ոչ միայն, այլ նաև հոգևոր ստրկության մասին է խոսում այստեղ։ Քեզ սիրելի պտուղը, որ ուզում էիր, հեռացավ քեզանից, եւ բոլոր փարթամ ու փայլուն բաները կորան, ու ել երբեք չես տեսնի դրանք, Աստվածը ասում։ Վաճառականները, որ այդ ապրանքներով հարստացել էին, նրա տանջանքներից վախենալով հեռվից պիտի կանգնեն, լաց ու սուկ անեն եւ ասեն. «Վայ, վայ, այդ մեծ քաղաքին, որ հագած էր նուրբ կտավով, մանուշակով, կարմիրով, զարդարված ոսկեով, թանկարժեք քարերով, մարգարիտներով»։ Եվ նավապետները, ծովագնացները, առևտրականները բոլորը կանգնեցին հեռվից եւ երբ տեսան նրա այրվելու ծուխը, ասացին, որ քաղաքն է նման այս մեծ քաղաքին, նրանք իրենց գլուխների վրա հող էին ցանում, լաց լինում ու ողբում էին. «Վայ, վայ, այդ մեծ քաղաքին, որի հարստությունից հարստացան բոլորը, ովքեր նավերով էին ծովում, որովհետեւ մեկ ժամում նա կործանվեց»։ Եվ ասա ամենալավ տեղը։ Մատ շփտացեք, մի հատ բան պետք է կարդամ, որ այստեղ հիանում եմ ես։ Ես այստեղ հիացել եմ։ Գիշերը քունս փախել էր։ 20-րդ խոսք. ուրախացիր երկինք նրա վրա, որտեղ կարդաց բոլոր տեղերում գրած է եւ լսիր երկինք ու երկիր, երկինք ու երկիր, երկինք ու երկիր, այստեղ երկրի մասին խոսք չկա։ Հիմա ասում է ուրախացիր երկինք նրա վրա։ Դուք սուրբեր, առաքյալներ եւ մարգարեներ, որովհետեւ Աստված վրեժ լուծեց ձեզ համար։ Եկեղեցին երկինք համար լինելու է ժամանակ։ Ու քեզ ասում արդեն ուրախացիր, որովհետեւ Աստված քո վրեժը լուծեց երկրի բնակիչներից։ 21 խոսք. Եվ մի հզոր հրեշտակ վերցրեց մի մեծ քար աղաղակելով ասաց. այս հարվածներով պիտի գցվի Բաբելոնը եւ երբեք չգտնվի։ Հիշում եք, բազմաթիվ տեղեր կա գրված, որ գրածավոր Աստված եւ անեծքո պիտի զառնի այս աշխարհը, երբ որ ես եկա անեծքո պիտի այս աշխարհը զառնեմ։ Այստեղ այդ անեծքի խոսքն է։ Քնարահարների, երաժիշտների, սրինգահարների, փողահարների ձայն այլևս պիտի չլսվի։ Վարպետ որևէ արհեստավոր այլևս պիտի չգտնվի այնտեղ։ Ջաղացի ձայն պիտի չլսվի։ Ճրակի լույս, փայլ այնտեղ լույս պիտի չփայլի այնտեղ, եւ Փեսայի արծի ձայն պիտի չլսվի։ Քանի որ քո վաճառականները երկրի մեծամեծերն էին, որ քո կախարդությամբ քո բոլոր ազգերը մոլորեցին, եւ այնտեղ գտնվեց մարգարեների սուրբերի արյունը եւ բոլոր նրանց, որ սպանվեցին երկրի վրա։ Ինչպես մի քիչ առաջ մեջբերում արեցի, ՍՍՄ-ում, գիտեք ինչքան մեծ հալածանքներ ա եղել, ինչքան մարդիկ են աքսորվել, ինչքան մարդիկ են բանտարկվել ու սպանվել։ Անկամ եւ բոլոր եկեղեցիները փակեցին, առաքելական եկեղեցիներն էլ փակեցին, դարձեցին ցորենի պայեսներ։ Այդ երկիրը այդ համակարգն էր, ների համակարգն էր, երկրի վրա գործող բաբելոնյան համակարգը։ Դրա համար Տերն ասում է, նրանց միջից էլ դուրս եկեք, դու կոմունիստ էլ չես, սոցիալիստ էլ չես, չգիտեմ ինչ էլ չես, դու քրիստոնյա ես։ Հիշիր, քո ջուրը ուրիշ ջրեն է։ Քո հացը ուրիշ հացեն է։ Քո նպատակը ուրիշ նպատակ է։ Քո Տերը Քրիստոսն է, Աստված է։
Բարձ է։ Իսկ նրանք ուրիշ տեր ունեն։ Հիմա ինչ որ չափով տեսակ Բաբելոնը որն էր։ Հիմա համառոտ ասեմ։ Բաբելոնը ոգեղեն շնության կենտրոն, 1 մատերը ծալիկ։ Նյութապաշտության, շքեղության, փառասիրության կենտրոն, ասուց հեռացված մարդակենտրոն մշակույթի մարմնացում։ Ես ասում եմ, այն ինչի միջից, որ մենք փորձենք դուրս գալու ման մտորել։ Ավելի պարզ որ դառնա, այսինքն նրանք ունեն իրենց քաղաքական համակարգը, ունեն իրենց կրոնական համակարգը, ունեն իրենց մշակութային համակարգը, իրենց տնտեսական համակարգը, իրենց տեղեկատվական համակարգը։ Քոնը ուրիշ է։ Անկամ հիմա երկրի վրա արդեն արվում է, եւ շատ եկեղեցիներ անվանական չասեն, որ չլինի վարկաբեկություն անեմ, առաջացել է էկումենիկ շարժում հասկացողությունը։ Այսինքն եկեք մի հատ կրոն ստեղծենք, բոլոր կրոնների խառնաշփոթ, որ բոլորը էլ իրար հետ չկրվեն կրոնի համար, ասենք էս քո Աստվածն է, մենք բոլորս այդ ասում ենք պաշտում։ Բայց Աստվածը այդպես բան ասել է իր եկեղեցուն։ Այսպեսի խաղաղության են ուզում գնալ, բայց սա էս հենց Բաբելոն, որ նշանակում է խառնաշփոթություն, անգամ էս կրոնական համակարգը կդառնա նորից խառնաշփոթության համակարգ։ Եվ ինչպես նրա դատաստանը 1 ժամում հասավ։ Եվ Տերն ասաց. հիմա դուրս եկեք, իմ ժողովուրդ։ Խոսքը վերաբերում է եկեղեցու ապշտակությանը։ Այնպես որ մենք միշտ սա մենք փորձենք հասկանալ։ Բաբելոնը ներկայացնում է նյութապաշտության, սեքսուալ ամբարոյության, փառասիրության, հպարտության, հաճույքների, կեղծ կրոնի ու դավանանքի համակարգ։ Հիմա հասկացաք ինչի՞ց է Տերն ասում, որ դուրս գանք մենք։ Ուրեմն քրիստոնյան կոչված է չմասնակցել այս արժեքներին։ Եվ Հռոմեացիների 12:2-ն ասում է. մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ։ Ուրեմն այս աշխարհն ունի իր կերպարանքը, այս խոսքն ասում է, այս աշխարհի կերպարանքով մի կերպարանավորվեք եւ Աստվածը ասում է, չէ, Աստված սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծո դեմ։ Էդի էս բնության գեղեցիկ ծաղիկ մաղիկ լերո սարը չէ, որ ասում է չսիրես, էս իմ թվարկած բաները, էս աշխարհի ոգին է, ասում է, ով որ սրանով բռնված է, Աստծո հետ ինքն իրեն թշնամի է անում։ Ուրեմն սրբությունը ոչ միայն չարից խուսափելն է, այլ նաև մեր ամեն ինչը Աստծուն նվիրելը։ Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության եւ սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Ով ուզում Տիրոջ չտեսնի։ Ասում է, հետամուտ եղեք խաղաղության եւ սրբության, բոլորի հետ։ Բոլորի հետ խաղաղության եւ սրբության։ Խռով, մռով դες բաները մի բայ, գնացեք, բարիշեք, մի հանդիպ իրան, որ քեզի անդադ ունից անում է, բայց մի պահի նայով է չարությունը իր նկատմամբ։ Այդ հետո քեզ կթողի այս երկրի վրա։ Հիմա գամ վերջաբանին։ Մեր մեջ կա մեկը Պողոս Արաքյալից ավելի քաջ ու նվիրված, թող ձեռք բարձրացնի։ Տեսեք Պողոս Արաքյալը ինչ արեց, 32 խոսք, 2 Կորինթացի 11-ի։ Դամասկոսում Արետաս թագավորի կառավարիչը ինձ ձերբակալելու հրաման տվեց, Դամասկոս քաղաքը հսկողության տակ էր պահում, բայց ինձ պատուհանից զամբիղով պարսպից իջեցին ու ես նրանց ձեռքից փախա։ Փախա ուղիղ գրած է։ Այսինքն Պողոսին ասին Պողոս, իմաստը որն է, որ քեզ կան բռնել։ Արի պարսպով կախենք, փախի գնա, դու պետքական մարդ ես։ Եվ Պողոս ասեց ճիշտ եք ասում, բայց Պողոսը ճիշտ արեց, որ փախավ, թե աղքոտի մեկ իջա փախավ, տղեն կփախնի, կայների դոշը դեմ տայր, թող սպանին։ Պողոսին պետք է չսպանեին, Պողոսը նպատակի մարդ էր։ Նա պետք է ավետարաններ բաները գրեր, առաքելական ուղերձներ գրեր, նա պետք է հազարավոր եկեղեցիների օրհնության պատճառ դառնար նաև իր մահվանից հետո։ Ուրեմն սա Պողոսի կողմից դավաճանություն չէր, այլ տվյալ իրավիճակից դուրս գալու իմաստուն քայլ։ Հիմա արագ կտվարկեմ կանցնեմ փախուստներ, որոնք գրված է Սուրբ գրքում ու դուք ոչ մեկին չեք հակառակվի։ Հովսեփը փախավ Պետրոսի կնոջից։ Պետրոսի կինը կապրշկել էր, Հովսեփին ինչ մնաց, բաճկոնը թողեց այդ կնոջ ձեռների մեջ, փախավ։ Ճիշտ արեց, որ փախավ։ Ասեք վախկոտ, մարդել կնգած երեց կփախնի, կնիկնովա որ փախնես։ Ճիշտ արեց, որ փախավ։ Երկրորդ Մովսեսը փախավ Փարավոնից, որ փորձում էր Մովսեսին սպանել։ 40 տարի բնակվեց Մադյանի երկրում։ Մինչև այն օրը, երբ որ Տերը նրան ասաց, հիմա վերադարձի Եգիպտոս։
Ճիշտ արեց Մովսեսը, որ փախավ։ Ճիշտ արեց։ Դավիթը փախավ Սավողի ձեռքից։ Սավողն ուզում էր նրան սպանել։ Ճիշտ արեց Դավիթը, որ փախավ։ Ճիշտ արեց։ Սավողը սպանել, ես որ խոսում եմ անիմաստ մա, էժանագին մա, ես նկատի ունեմ, որ հենց այնպես մեռնում է, ինչի համար բայց։ Եղիան փախավ Հեզաբելի ձեռքից։ Եղիան վախեցավ, վեր կացավ եւ փախավ իր կյանքի համար։ Տեսնել գրած է, իր կյանքի համար փախավ։ Եղիայի պես տղեն փախավ Հեզաբելի ձեռքից, ճիշտ արեց, որ փախավ։ Դե որ Աստվածաշունչն ասում, ես էլ եմ ասում ճիշտ արեց։ Կարող է իմ ադրենալինը հելի ասեմ չէ, բայց չեմ ուզում այդ դրա վրա չհենվենք։ Արջի Կորինթացի 10:14 գրված է. «Արդ սիրելիներ, փախեք կռապաշտությունից»։ Այս փախնելը ճիշտ է ասում, ասմիկ որ ճիշտ ասում, որ փախեք կռապաշտությունից։ Փախնես չէ դու էլ։ Ասմիկը որ փախի, ես փախնող եմ։ Ուրեմն Արջի Կորինթացի 6:18 փախեք պոռնիկությունից։ Փախնենք թե չփախնենք։ Փախնենք։ Երկրորդ Տիմոթեոս 2:22 եւ փախեք երիտասարդական ցանկություններից, հետապնդիր արդարության, հավատի, սիրո եւ խաղաղության հետևից։ Երիտասարդական ցանկություններից էլ փախեք։ Սիրելի երիտասարդներ կան երիտասարդական ցանկություններ, որ փախեք։ Դրանք ես լավ տեղ չեն տանի։ Այո, քարչոչորեր, ցակած չոքեր, այդ բաները բարձանում է այդ բաները շալվարի անցքեր դու ռուբաշկեքի։ Մինչև ուր։ Զարման որ եկեղեցիներում էլ հակում գալիս են ավակույտի հովիվների երեխեք անգամ։ Իսկ Սուրբին ասում է, դրանք երիտասարդական ցանկություններ են, փախեք դրանից։ Հիմա մեր կյանքը կարող է ինչ-որ մի շրջան, ինչպես ասացի, անապատային մի շրջան լինի եւ մենք ստիպված լինենք անցնելու դրանով, բայց մի հուսահատեք, որովհետեւ այդ անապատային շրջանը ունի իր մեջ իր նպատակները, որ Աստված մեզ ուզում է անցկացնել եւ հարստացնել։ Ուրեմն մեր անապատում լինելու դերը ոչ թե դատարկությունն է, այլ Աստծուց ունեցած կախվածությունը։ Այսինքն ըստ դու ինչ-որ մի բաներով հույս դնում ես, անապատում ինչի վրա հույս դնես։ Որ չկա անապատում ու չես կարող ճարես, ինչ պետք է անես։ Դու ուզես թե չուզես, կախվածության մեջ ես գտնում Աստծո, այդ Աստծուն դուր է գալիս, որտեղ հույսը ուրիշ բանի վրա չես դնում։ Հիմա այսօր ասենք ճշմը տելա, վազար ման խմեցիր, տրիպլիկսամ խմեցիր, բավոր այնտեղ պրծել է այդ անապատով էլ այդպես պրծավ, այդտեղ ինչ պետք է խմենք, յուրի կախբերդ ինչ պետք է խմենք մենք, բաներ չկա որ խմենք, պետք է Տիրոջից խնդրենք ասենք Տեր, դու մեր տեղն ես, դու մեր բժշկությունն ես, այսի հրաշալի է դառնում, որտեղ էլ հույսը չես էլ դնի, որտեղ չկա էլ որ դնես։ Անապատում Աստված 3x3 խոսեց Մովսեսի հետ, վատ էր բա դա։ Անապատում Աստված փորձեց նրանց հավատարմությունը։ Չկայի մեջ ձեզ փորձեմ, տեսեմ, չկայի մեջ դուք իմ անունը կկանչեք, բայց Իսրայելը տրտանջում էր։ Ուրեմն Մովսեսին առաջնորդում էր ոչ թե կողմնացույցը, այլ ցերեկը ամպի եւ գիշերը կրակի սյունը։ Այդ կողմնացույցը երբեք չէր փչանում ու չէր կորում։ Կարևորն այն չէ թե որտեղ ես դու, կարևորը այն է ում հետ ես դու։ Եթե դու Աստծո հետ ես կամ Աստված քեզ հետ է, սա արդեն կարևորների կարևորագույնն է։ Աստված Եղիային կերակրում էր անապատում, մինչ ամբողջ Իսրայելը սովի մեջ էր։ Աստված էր կերակրում։ Այդ ագրավների բանը կտրվել էր, դարդուցավը Եղիային պետք միս բերին։ Եջով է տեսել ագրավը մեկիդ ում է միս բերեց ես։ Մեկիդ միս բերած կա։ Այսինքն մի հատ բրտունջ պաների բերած կա ագրավը։ Պոպոկներն են կողնում տանը։ Ինձ եղել ագրավը հացը ստարել է, բայց հաց չի բերի։ Ջուրը անում դաշտում հաց բերեցին տնից որ ուտեմ, բայց բրտունջ արի ասի ֆռամ տենամ ջուրը ոնց եկա տեսա ագրավները լրիվ տարել էին։ Նստա հիշեցի Եղիային, ասի Եղիային հաց էին բերում, իմ հացը տարան։ Գիտեք ինչի, որտեվ Եղիան Աստծո գործն էր գործում, ես տեղ իմ գործն էի գործում։ Տարբերությունը մեր մեջ երևի մեծ էր։ Սեդրակ Միսակ Աբեդնագովը չփախան կրակից, բայց Աստված մտավ կրակի մեջ նրանց պաշտպանելու։ Այսինքն կա փախնելու տարբերակները, որ իմաստությունից պետք է գա ու նպատակից։ Նաև արդեն չփախնելու, պետք է նաև զոհվելու, պետք է կրակի մեջ անցնելու, նպատակը կատարելու համար, Աստծո հանձնարարականը կատարելու համար։ Ուրեմն մենք մեռնելու չմեռնելը չտնենք հաջության տեղ, որ մենք հերոս ենք, սա կատարենք։ Իմաստության վարվենք, բայց եթե տեղն եկավ, չվախենաք, չնահանջեք, գնացեք առաջ։ Տերն ասում էր՝ մի վախեցեք նրանից, ով մարմինն է սպանում։ Դրանից ավել անել չեն կարողանա, վախեցեք նրանից, ով իշխանություն ունի
գեհենի կրակների մեջ կորուսյան մատելու թե մարմինը եւ թե հոգին։ Ուրեմն նեղության օրերում մենք չենք իմանա ճանապարհները, բայց Աստված կարող է առաջնորդել մեզ։ Որ ասեցի ինտերնետը կտրել են, հեռախոսը կտրել են, ջրերը կտրել են, ասենք որ այդ պատվալը մեզ ոչ ինտերնետ կա, ոչ հեռախոս, ոչ էլ տեղեկություն բերող կա։ Մենք ինչ իմանանք, աշխարհը որտեղ է, մենք ուր ենք մնացել, մեզ պետք է մի բան բերեն, օգնեն, թե չօգնեն, դու չես իմանա ոչինչ։ Բայց այստեղ ասում է, երբ որ Աստված է քեզ հետ, Աստված քեզ կառաջնորդի, դու ճամփան չգիտես, Տերը գիտի։ Ինչ է մեզ պետք։ Լինել հոգևորապես կարգապահ, սա կարևոր բան է մեր կյանքի համար։ Կարդալ եւ ուսումնասիրել Աստծո խոսքը ամեն օր, ես ասեմ գոնե եմ ասում, գոնե։ Աստվածաշունչը սկսեք ծննդոցից կարդացեք, երբ որ կասեք գլուխներին մի նայեք, գոնե մի հատ թեր sense թերթեք, նոր ասեք ուրիշ գլխին կանգնեք։ Գոնե մի հատ թեր թերթեք։ Ու կտեսնեք մի տարվա մեջ դուք Աստվածաշունչը մի անգամ կկարդաք։ Մի թերթ կարդալը մեծ բան է, մեծ բան չի։ Լինել ամենօրյա աղոթների մեջ, աղոթել ոչ միայն ներկայի համար, որը մենք տեսնում ենք, այլ այն բաների համար, որը չենք տեսնում ինչ կգա, ինչ կլինի, չգիտենք։ Աղոթենք մեր անձերի, մեր եկեղեցիների, մեր եղբայր քույրերի, բոլոր եկեղեցիների համար, աղոթենք մեր երկրի համար, որ Աստված ների մեր ժողովրդի մեղքերն ու հանցանքները, անիրավությունները ների ու ողորմություն անի մեզ։ Սրա համար աղոթենք։ Աղոթելու շատ բաներ կան։ Աղոթեք բոլոր հիվանդները։ Ես ինչքան հիվանդ որ ես գիտեմ, բոլորի մեկ ամեն օր անունով աղոթում եմ։ Ասում եմ իրանց որ հասա, ընտրանց շուկից էլ մեկիչին վրա կգա երևի։ Բարձա։ Եվ ձեր մեկտեղ հավաքվելը մի թողեք եւ դա այնքան ավելի որչափ կտեսնեք մոտեցող օրը։ Այսօր եկեղեցի գալը ոչ թե դարձնենք մենք պրոտո ծերի հետ այսօր եկանք, վաղը չեկանք։ Կարող է նույն ստացի որ դու չստացվի այդ անգամ, անցած անգամ ես չկայի, բայց գնացել ուրիշ եկեղեցի հրավիրել էին։ Բայց որ այդ հավես չունես, հավես այդ բաղը դելավ դե այսօր կամ սփխեչայեսայինա, գալիս է դուրը ամոթ, ես ասում եմ, մենք խոսում ենք Բաբելոնյան համակարգին չխառնվի, դուք ելիք եք ինչ որ գառուտելու, ես իմ չգիտես ինչի։ Ես շատ եմ բացատրել, եթե տարբերակ չունեք, պարտքեք, ինչ որ բան են բերեպտին անես, հետ վերադարձնես, այդպես է, հաջորդ օրն էլի գնա ասա կներեք, ես այդ արարողությանը չեմ կարող գալ, բայց ես իմ պարտքն է բերել եմ տամ։ Ոչ տվեք ձեր պարտքը թողեք, պարտքից ազատվեք։ Բայց մի գնացեք նստեք ընդ։ Մի ասել եմ այդ ճենգու վզերը որ կա զարազմբը, այսօր եկեղեցին դարել է այդ։ Ես հարմանում եմ ասում եմ, դուք էս եք սովորել եկեղեցում ընդամենը։ Սա այս աշխարհի համակարգն է։ Դուք բարում եք ինչ-որ բաների տակ, չգիտեք, որ դրանց մի մասը կարող է դաժե հայհոյանք է։ Եվ վերջի խոսքը կարդամ, Հովհաննես ավետարան 10-րդ գլուխ 27-ից 30։ Ինչ է ասում Տերը ինձ քեզ բոլորիս։ Իմ ոչխարները իմ ձայնը լսում են։ Եվ ես նրանց ճանաչում եմ։ Նրանք գալիս են իմ հետևից։ Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, եւ նրանք հավիտյան չեն կորչի։ Ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց իմ հոր ձեռքից հափշտակել։ Ես ու հայրը մի ենք։ Պաստորեն ուրեմն մեր նեղություն շրջանը ինչպիսին է որ լինի մի օր կվերջանա, անդադետի չի շարունակվում եւ Տերը կվերցնի եկեղեցին։ Կսկսվի այս աշխարհի նեղությունների շրջանը։ Հիմա շատերը ասում են, հիմա կա էլի այդ կարծիքը, որ դե ով որ մնաց, այդ ժամանակ իրանց արիամբ կապաշխարեն։ Ես այստեղ չեմ կարդացել։ Ոչ մի տեղ որ գրած է, որ մնաք ոչինչ, արյունով կապաշխարեք։ Ես մոտ մեջ բերում անեմ 10 կույսերի, որին մենք շատ կանգ առանք, բակ մի դիպված եմ ասում։ Եվ որ 10 կույսերը արթնացան, ու հիմարները տեսան, որ իրենց լապտերները մարում են։ Ասին ձեր լապտերից յուղից տվեք, ասին չենք կարա, որովհետև մեզ էլ չբավականացնի։ Գնացեք հավետ ծախողներին ու նրանք գնացին։ Գրված է, գնացին, գտան, առան, չարան, խնդիրը այդ չէ, բայց եկան դուրը նորից ծեցին, արդեն դուրը փակ էր։ Ծեցին ասին Տեր, բաց արա։ Ինչ ասես Տերը։ Ասես արյան բապաշխարեք կգաք կընդունեմ, ասես ես ձեզ չեմ ճանաչում։ Ես ձեզ չեմ ճանաչում։ Ինձանից հեռու գնացեք դուք, որ անօրինություն եք գործում։ Ամեն Տեր ասող չի մտնի Աստծո թագավորություն, այլ նրանք ովքեր կատարում են իմ երկնային դուր կամքը։
Այդ օրը շատերը կասեն Տեր, բացառականով կերանք խմեցինք, մարգարեացանք, կեսարենք, կենարենք, դևեր անեցինք, մյուս բաները, ես նրանց կասեմ, ես ձեզ բնավ չեմ ճանաչել, հերո գնացիք ինձնից դուք որ անիրություն եք գործում։ Այսինքն այստեղ գալիս են որ սուտի բարձմիտ գլխի տակ, անցնական չորեքշաբթիով ովքեր կային ռոմեն եղբայրը խոսեց ինչ որ մեկի հետ որ հանդիպել է, ասել է մենք ինչա մեղքը չեսպես չէ, ուզում ես շնորհքյունա ինչ որ կապ չունի, Տերը փրկելա, Տերը իր պարգևները հետ չի վերցնում, չի անում։ Դու այն էլ ո՞նց է վերցնում։ Այն էլ ո՞նց է վերցնում։ Փրկությունը ձերի պարգև է հավատի միջոցով։ Եթե հավատդ կորսում ես, փրկությունը հետ ես կորսում։ Իսկ հավատը ո՞նց են կորսում։ Ինչպես Հակոբոսն ասում է, մեռած է հավատ առանց գործերի։ Մեռած հավատը քեզ փրկել չի կարող։ Ունեցել ես կենթանի հավատ, ընդունել ես Քրիստոսին, եկել ես, հետո մի օր հավատքդ մեռավ, փրկությունն էլ հետո մեռավ։ Այլապես եթե կարդակ Գաղատացիների 5-րդ գլխի 19 խոսքից, որ ասում է եւ մարմնի պատուղը այս է, թվարկում է մի շարք հատկանիշներ մարդու, մի շարք։ Ու վերջում ասում է, եւ այն ժամանակ էլ ասում է, հիմա էլ ասում են, որ այսպիսի բաները գործողները մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ Աստծո թագավորությունը չպետք է մտնեն։ Բայց ո՞ւն էր ասում։ Մուսուլմաններին։ Այդ ասմիջա եկեղեցուն։ Այդ ավետարան ուղերձները գրված է եկեղեցիներին։ Եվ այդ թուղթը ուղղված էր գաղատացիներին։ Արզա, արխային մինգեք։ Մենք ամեն օր աղոթքով Դավթի պես ասենք Տեր, մարդ եմ, ես կարող եմ սխալներ անել, նույնիսկ չհասկանալ, խնդրում եմ օգտիր ինձ, ուղղիր, միտք իմաստություն տուր, եթե սխալը կա, ապաշխարիր։ Որ ապաշխարեցիր, բրծար։ Բայց իսկապես ապաշխարիր, սա մի սվաղի անցի։ Վնաս ես տվել, գնա ուղի։ Պարտք ես վերցրել, տար հատուցի։ Մի ստից վերցեք ու փախեք, մարդկանց սկսեք ձեր հետևից տարիներով ու մտածելով այդպես կանստիկ է, չի անցնի։ Մի օր կգա, այդ դրա համար կմնաս դու երկրի վրա։ Կմնաս, որպես գցող, որպես խաբեբա քրիստոնյա։ Որ մարդը քեզ վստահեց, քո նեղորում քեզ ձեռք պարզեց, դու լի օրում դրան դրեցիր մեծ դժվարության մեջ։ Կամ գնա իրան ասա բացատրի սիտուացիան, ասա, էսի վիճակի մեջ ենք, անգել եմ այսպես, կարող ես ինձ ներել։ Կարող եմ մտածել ասել դե մեկա չես կարա լավ գոնե աշվենքն չի եղի այդ բանը։ Այսպես գոնե լուծեք։ Ես մի դրեք չհասկսողի տեղ Աստված հասկանում է։ Լավ, Տերը օրհնի ձեզ։